Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվել է, որ Opel-ի բոլոր ուղևորները եղել են նույն ընտանիքի անդամներ, որոնք շտապում էին Աղին նշելու երեխաների պապի 60-ամյակը։ Մեքենայի ղեկին եղել է երեխաների հայրը։ Սարսափելի բախման հետևանքով տեղում մահացել են հայրը, նրա երկու երեխաները, տատը եւ երեխաների մորեղբայրը։ Մյուս մեքենայի BMW-ի վարորդը ողջ է, մահացել է նրա ուղևորը։ Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 8 հոգի, որոնցից 5-ը երեխաներ են։ Ողջ մնացած 3 երեխաներին եւ մորը փրկելու համար բժիշկները այս պահին պայքարում են։ Տուժած երեխաներին Գյումրիից տեղափոխում են Երևանի մասնագիտացված կլինիկաներ։ Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա ունի գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, կոնքի ու սրունքների կոտրվածքներ։ Նրան Գյումրիից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Էրեբունու բժշկական կենտրոն։ Մյուս վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ներքին օրգանների վնասվածքներով եւ բազմաթիվ կոտրվածքներով։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի խափանման միջոցը չի փոխվի։ Հսկող դատախազը մերժել է նրա պաշտպաններ Արամ Վարդևանյանի եւ Հակոբ Կուրեղյանի ներկայացրած հրատապ միջնորդությունը։ Պաշտպանական կողմը դիմել էր իրավապահներին, պահանջելով վերանայել կալանքի որոշումը եւ փոխել Մինասյանի խափանման միջոցը։ Միջնորդության մերժման հիմքում ըստ դատախազության ընկած է դրա անհիմն լինելու պատճառաբանությունը։ Մոտ 10 ամիս անազատության մեջ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձով դիմել ժողովրդին։ Դատախազությունն ու քննչական կոմիտեն մեկնաբանություն չունեն։ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը Նյուզեեմի մեր գործընկերներին հայտնել է, որ դատախազությունը կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չի տալիս։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությունն ավարտած քրեական վարույթներով մեկնաբանություն չի անում։ Կարապետյանի փաստաբաններն էին ահազանգել, որ դատարանը վերացրել է ազգային բարերարի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէ։ Փաստաբանները հարցում էին արել քննչական մարմին եւ հսկող դատախազին։ Քննչականի պատասխանը ըստ փաստաբանների համարժեք է մերժմանը։ Դատախազի պատասխանը դեռ չեն ստացել Սամվել Կարապետյանի փաստաբանները։ Հասարակությունում այսօր պահանջ կա փոփոխությունների, դրական փոփոխությունների։ Հետևաբար մեր հայրենակիցներին մենք տրամադրում ենք հարթակ, կարելի է ասել, որպեսզի համախմբվածությունը եւ միասնականությունը ցույց տանք ապրիլի 11-ին։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանի խոսքով վաղը կայանալիք հանրահավաքի հիմնական նպատակն է, որպեսզի հայ հասարակությունը ազատության հրապարակում համախմբվելով ցույց տա իրական փոփոխությունների ձգտումը։ Անդրադառնալով քաղաքական դաշտում իրավիճակին եւ իշխանության գործելավոճին, Դանելյանը նկատել է, որ գործող վարչակարգը հաճախ փորձում է անորոշության եւ վախի մթնոլորտ ստեղծել։ Խոսելով գործադիր մարմնի ղեկավարի Նիկոլ Փաշինյանի վերջերս Սամվել Կարապետյանին ուղղված արտահայտությունների մասին, Դանելյանը շեշտել է, որ իրենց ուժի նպատակը նախընտրական շրջանում հասարակությանը այլընտրանք առաջարկելն է։ Դանելյանի կարծիքով նախընտրական շրջանում քաղաքական ուժերի առաջարկած ծրագրերի բախում պետք է լինի, այլ ոչ թե էմոցիոնալ գրոհների կամ թիրախավորումների փուլ։ Մենք չենք տեսնում, որ նախընտրական շրջանը կամ Հայաստանի Հանրապետությունում պետք է որևէ շրջան լինի, երբ իրար թիրախավորեն։ Մենք բազմիցս խոսել ենք համերաշխության եւ միասնականության մասին։ Մեր պատկերացմամբ այս շրջանը ծրագրերը լավագույնս հասանելի դարձնելն է մեր հայրենակիցներին, որ քաղաքական ուժը ինչպիսի ծրագրերով է գնում ընտրությունների եւ փոփոխությունների, որ քաղաքական ուժը ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հնարավորություններ ունի իրականացնելու իր կողմից ներկայացված ծրագրերը։ Հետևաբար մենք այդ ճանապարհն ենք ընտրում, այլ ոչ թե թիրախավորելը։ Խոսելով հնարավոր դաշինքների եւ այլ ուժերի հետ համագործակցության մասին, Արթուր Դանելյանը նշել է, որ իրենք բաց են բոլոր այն նոր քաղաքական ուժերի համար, որոնք նախկինում չեն եղել իշխանության եւ պատասխանատվություն չեն կրում այսօրվա իրականության համար։ Նա հստակեցրել է, որ ուժեղ Հայաստանը ունի իր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանը, որին տեսնում են որպես երկրի հաջորդ ղեկավար։ Մեր նպատակը բացարձակ հաղթանակ ունենալն է առաջիկա ընտրություններում եւ մենք այդ հաղթանակի հնարավորությունը տեսնում ենք։ Հետևաբար մեր առաջնային եւ ամենակարևոր քայլը հայրենակիցների պետք է լինի, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ Պարզապես մասնակցեն ընտրություններին եւ իրենց քվեն տան իրենց նախընտրած ուժին։
որի արդյունքում մենք վստահություն ունենք, որ կունենանք հաղթանակ։ Դանելյանի պնդմամբ ուժեղ Հայաստան կուսակցությունը քաղաքական պայքարի այս փուլում փորձում է ներկայանալ որպես մաքուր ձեռքերի եւ պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված այլընտրանք։ Կուսակցությունը հույս ունի քաղաքական դաշտ վերադարձնել բովանդակային քննարկումների մշակույթը։ Վերջնական խոսքը քաղաքացունն է, որի քվեն ըստ Դանելյանի պետք է դառնա երկրում իրական եւ որակական փոփոխություններ հաստատելու միակ լեգիտիմ գործիքը։ Հայաստանի դատարանները անվավեր են ճանաչել ՀԵՑ-ի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանները, հայտարարել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վերահսկողական կոմիտեն։ Ըստ հայտարարության, շուրջ 3 տասնյակ աշխատակիցների մասով կայացված որոշումների արդյունքում հօգուտ նրանց բռնագանձման ենթակագումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչը կոմիտեի պնդմամբ ուղղակի վնաս է ընկերության սեփականատերերին։ Yesterday we opened our embassy here in Armenia. Ռուսաստանն ու այլ ուժեր այնքան էլ ուրախ չեն հայ ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ, Երևանում հայտարարել է Էստոնիայի արտգործնախարարը եւ նշել, իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ փորձի փոխանակում անել կիբերանվտանգության եւ պաշտպանության ոլորտում։ Հայաստանի կառավարությունը Եվրամիությանը խնդրել էր արագ արձագանքման խմբեր ուղարկել հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար, եւ էստոնացի նախարարի խոսքից հասկանում ենք, որ ենթադրաբար այդ երկրի ներկայացուցիչներ նույնպես կլինեն այդ խմբերում։ Իսլամաբադում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունների նախաշեմին Թեհրանը մի շարք կտրուկ հայտարարություններ է արել։ Իրանի առաջնորդի ներկայացուցիչի խոսքով իրենք ԱՄՆ-ից եւ նրա դաշնակիցներից պահանջելու են պատճառված վնասների փոխհատուցում։ Հրաժարվելու դեպքում Իրանը սպառնում է վնասը վերականգնել, բռնագրավելով ամերիկյան ակտիվներն ու սեփականությունը։ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թաղտ Ռավանչին հստակեցրել է երկրի դիրքորոշումը հնարավոր հրադադարի վերաբերյալ։ Թեհրանին ձեռնտու չէ այնպիսի համաձայնություն, որը թույլ կտա ագրեսոր թշնամուն վերազինվել եւ նոր թափով հարձակվել։ Ըստ դիվանագետի բանակցությունների հիմքում ընկած է լինելու Իրանի առաջարկած 10 կետանոց ծրագիրը, որը պահանջում է միջազգային ամուր երաշխիքներ։ Ռազմական գործողությունները ցամաքում շարունակվում են։ Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանի հարավում հսկայական ավերածություններ են եղել։ Ի պատասխան Հեզբոլլահ խմբավորումը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային շրջաններին։ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը բարձր է գնահատել իր մարտիկների տոկունությունը, հայտարարելով, որ նահատակների արյունը հաղթանակ է բերել ընդդեմ ամերիկա-իսրայելական բռնակալության։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է դիվանագիտական քայլեր ձեռնարկել Իսպանիայի դեմ։ Նա Մադրիդին մեղադրել է Իսրայելի բանակին զրպարտելու եւ թշնամական պահվածք դրսեւորելու համար։ Որպես առաջին քայլ իսպանացի ներկայացուցիչները հեռացվել են Կիրիաթ Գատի համակարգման կենտրոնից։ Նեթանյահուն ընդգծել է, որ թույլ չի տա որևէ երկրի դիվանագիտական պատերազմ մղել Իսրայելի դեմ, առանց դրա համար գին վճարելու։ Լարվածության պատճառն այն է, որ Իսպանիան արգելել է զենքի վաճառքը Իսրայելին եւ փակել իր տարածքը ռազմական բեռների համար։ Բացի այդ, Մադրիդը խստորեն քննադատել է Գազայում եւ Լիբանանում տեղի ունեցող գործողությունները, մատնանշելով խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերը։ Թայվանի ինդիմադիր կուսակցության առաջնորդը Պեկինում բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Կողմերը դեմ են արտահայտվել Թայվանի անկախությանը եւ շեշտել հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը։ Ինդիմադիր գործիչը պատրաստակամություն է հայտնել կրճատել կղզու պաշտպանական ծախսերը եւ սահմանափակել ամերիկյան սպառազինության գնումները։ Թայվանի նախագահն այս մոտեցումը որակել է որպես ինքնիշխանությունը վտանգող անիրատեսական պատրանք։ Չնայած խաղաղության մասին հայտարարություններին Պեկինը վերջին շրջանում աննախադեպ ավելացրել է իր ռազմական ներկայությունը Թայվանի նեղուցում։ Բացի այդ, սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ կղզու բնակիչների ճնշող մեծամասնությունն այլևս չի ցանկանում նույնականացվել չինական պետության հետ։ Այսպիսով Պեկինի հանդիպումը ոչ թե լիցքաթափում է իրավիճակը, այլ ավելի է խորացնում Թայվանի ներքաղաքական պառակտումը։